14 երկրից հարյուրավոր գործարարներ են ժամանել մեր երկիր մասնակցելու HIV Երևան 2025 ներդրումային ֆորումին։ Քննարկում են ներդրումային մի շարք նախագծեր, ինչպես նաև հյուրընկալության էկոհամակարգի զարգացման, շուկայի միտումների, ռիսկերի կառավարման, կայուն հյուրընկալության զարգացման, ուղղությունների բրենդավորման, տարածաշրջանային զբոսաշրջության և կլաստերների հարցերը։ Մենք կենտրոնացած ենք Հայաստանում շուկայի ձևավորման, ներդրումների ներգրավման և բարձրակարգ նախագծերի իրականացման վրա։ Նպատակ ունենք միավորել ոլորտի շահառուներին, խորհրդատուներից մինչև խոշոր շինարարական ընկերություններ, միջազգային օպերատորներ։ Մենք հավատում ենք, որ այս համագործակցությունը կստեղծի ուժեղ սիներգիա, նպաստելով երկրի ենթակառուցվածքների և զբոսաշրջության զարգացմանը։ Ամերիաբանկը, որ ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է մեր երկրում, ինչպես նաև վարկային պորտֆելով Հայաստանի խոշորագույն դրամատունը, ներդրումային ֆորումի գլխավոր գործընկերներից է։ Այստեղ ենք այսօր կիսվելու պրոյեկտների ֆինանսավորման մեր փորձով, ինչպես նաև քննարկելու տնտեսության աճող ճյուղերի զարգացման հեռանկարները։ Ուրախ ենք այսօր մեկ հարկի տակ գտնվելու այս ոլորտի հիմնական դերակատարների հետ, մասնավորապես պետական և մասնավոր սեկտորի, ինչպես նաև գործընկեր ֆինանսական միջազգային կազմակերպությունների հետ։ Զբոսաշրջության ոլորտի ամենախոշոր և երկարաժամկետ բազմափուլ ներդրումային նախագծերից Myler Mountain Resort-ի ներկայացուցիչները ևս այստեղ են, դարձյալ գլխավոր գործընկերների շարքում են։ Hospitality Forum-ը հենց այն հարթակն է, որտեղ որ մենք պիտի պայմանավորվածություններ ձեռք բերենք մեր գործընկերների հետ, նոր կոնտակտներ ստեղծենք ոլորտում և ընդհանուր առմամբ կարողանանք մեր պրոյեկտը ներկայացնել և նոր ներդրումներ ներգրավել։ Նախորդ տարի 2024-ին, երբ ֆորումն առաջին անգամ էր անցկացվում, կնքվեցին ներդրումային համագործակցության երկու պայմանագրեր։ Դրանցից մեկով աշխարհահռչակ Accor խումբը և հայկական տեխնոտուն ընկերությունը կհամագործակցեն։ Նրանք Հայաստանում կներկայացնեն Pullman պրեմիում ապրանքանիշը։ Մյուս պայմանագրով Radisson Hotel Group-ը հայտարարեց Radisson Hotel and Spa Գյումրին բացելու և հետագայում Radisson Ծաղկաձորի մասին։ Էդուարդ Պողոսյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։